Ողջույն, իմ անունը Ժոզի է, ես հիմա խոսում եմ Իսրայելի Կարմել լեռից և մտածում եմ, որ դուք արդեն լսել եք այդ լեռան մասին, այդպես չէ։ Ես եկել եմ այստեղ, որովհետև սա յուրահատուկ տեղ է և այն ինձ շատ է օգնել իմ կյանքի դժվար պահերին։ Այդ ընթացքում ես ամեն օր արթնանում էի, գալիս էի այստեղ և նստում էի, իսկ հետո ասում էի՝ իմ Տեր, ինչու ինձ հետ, ինչու երբ ամեն բան այդքան լավ էր, հենց այդ ժամանակ այդպես կատարվեց, ինչու եթե ես քեզ հավատարիմ եմ, ինչու։ Քանին դեռ ես ասում էի ինչու, Աստված ինձ երբեք չէր պատասխանում, այլ հակառակը, լռություն էր, այնքան ուժեղ դատարկություն, այնպիսի տխրություն։ Ահա թե ինչ է գրված Աստծո խոսքում։ Երրորդ Թագավորաց 18-րդ գլուխ 20-րդ խոսք։ Եվ Աքաբը մարդ ուղարկեց, Աքաբը թագավոր էր, և Աքաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։ Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև երբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա, եթե Տերն է Աստվածը, գնացեք նրա ետևից»։ Ահա թե ինչ է այստեղ ասվում. եթե Տերն է Աստվածը, գնացեք նրա ետևից։ Գնացեք առաջ, նայեք առաջ։ Իսկ ես կանգնած էի իմ տեղում, ոչինչ չէի անում, և միայն հարց էի տալիս, թե ինչու, և ոչինչ չէր փոխվում։ Ես եկա այստեղ և ասացի. Տեր, ես հոգնել եմ քեզ հարցնել, թե ինչու։ Ես այլևս այդպես չեմ ուզում։ Այս պահից սկսած ես ցանկանում եմ փառավորել քո անունը։ Ցույց տուր ինձ, ինչի համար։ Ես տվել եմ քեզ իմ կյանքը, որպեսզի ծառայեմ քեզ։ Եվ ես վստահ եմ, որ եթե անցնում եմ այս դժվար ճանապարհի միջով, ուրեմն դու ինձ համար ծրագիր ունես։ Ուրեմն ցույց տուր, թե ինչ պետք է անեմ, և ես կանեմ, և այդ ժամանակ Աստված ինձ պատասխանեց, որպեսզի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Դա այնքան ուժեղ էր։ Ես վեր կացա մեքենայով գնացի տուն, միացրեցի համակարգիչը և սկսեցի փնտրել, թե ինչ կարող եմ անել, որպեսզի փոխեմ այս իրավիճակը։ Հնարավոր է, որ դուք նույնպես ապրում եք և ասում եք, թե ինչու ինձ մոտ չի ստացվում, ինչու չեմ կարողանում, ինչու չի փոխվում։ Փոխեք ինչու հարցը, ինչի համարով։ Դադարեք բողոքել և լսել ձեր զգացմունքների ձայնին։ Սկսեք ապրել հավատով։ Հավատացեք Իսրայելի Աստծուն, ով խոսում է իր երեխաների հետ։ Ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ։ Հնարավոր է դուք արդեն սովորել եք ասել, թե ինչու։ Երբ դուք կցանկանաք արդեն ասել ի տարը, շարունակեք ասելով, որպեսզի Աստծո գործերը հայտնի դառնան։ Դա այն էր, ինչը ես արեցի։ Միանգամից ձեր միտքը կենտրոնացրեք հարցը լուծելու վրա, որպեսզի դուրս գաք այդ իրավիճակից։ Ես վստահ եմ, որ երբ դուք դա անեք, Սուրբ Հոգին կտա իր ուղղորդությունը, ինչպես ինձ հետ եղավ, որպեսզի դուք հասնեք այնտեղ, որտեղ նա է ծրագրել, որպեսզի դուք փառավորեք նրա սուրբ անունը։ Թող Աստված ձեզ օրհնի։ Եթե այս տեսահոլովակը ձեզ օգնեց, ուղարկեք ձեր ընկերուհուն։ Գիտեք, թե ինչու եմ ես եկել այս սար, որովհետև այստեղ ոչ ոք չկա։ Եվ ես չէի ցանկանում լաց լինել ուրիշների մոտ։ Երբ ես այստեղից գնում էի, ոչ ոք չգիտեր, թե ինչի միջով էի անցնում։ Ես վստահ եմ, որ դուք ունեք ընկերուհիներ, ովքեր հիմա նույնպես անցնում են խնդիրների միջով, և ես վստահ եմ, որ եթե ուղարկեք, ինչպես ձեզ է օգնել, այնպես էլ նրան։ Համբուրում եմ ձեզ։ Կտեսնվենք մյուս երկուշաբթի։